Հայաստանի իրականության նախագծային աշակերտներն ենք։ Մենք մեր նախագծը ցանկանում ենք կասկածել Վահան Տերյանի մասին։ Եթե դեմ չեք լինի, մենք ձեզից վերցնենք հարցազրույց։ Ոչ դեմ չեմ։ Մենք բոլորս գիտենք, որ Վահան Տերյանը սիրահարվել էր Հովհաննես Թումանյանի աղջկա Նվարդի։ Սակայն Հովհաննես Թումանյանը չթողեց, որ նրանք ամուսնուներ արել։ Ինչպես եք կարծում, դա ճակատագրի է, թե Հովհաննես Թումանյանի կողմից սխալ։ Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանի կողմից սխալ էր, քանի որ եթե Վահան Տերյանը եւ Նվարդը շփվեին, շատ հնարավոր է, որ ընտանիք կազմեն եւ եւս մեկ գրող ավելանար մեր գրողների շարքում։ Իմ կարծիքով Թումանյանի սխալ էր։ Շատ հաճելի է, ձեզ վերցնել հարցազրույց։ Այս ինչ է բան։ Այդպես, ախմ ձեզ հարցեր Վահան Տերյանի կյանքում։ Որտեղ եք ասել, որ նա իրականացած երազանք։ Չնայած իր հայրենասիրությանը Վահան Տերյանը չկարողացավ վերադառնալ Եփնանքոյի Հայաստանում, քանի որ հասավ նրա պապական մոտ։ Բարև ձեզ։ Կարող եմ ձեզ մի հարց տալ Վահան Տերյանի մասին։ Ինչ է Վահան Տերյանի իրական անուն հասկանում։ Վահան Սուքյասի Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Կարող եմ ձեզ Վահան Տերյանի հարց տալ։ Վահան Տերյանը յասքանչ գրող է, կարող եք նրա բանաստեղծություններից ասել։ Իմ խաղաղ երեկոներն է, Բեղմալույս և տխուր և անուշ, քեզ եկվեց և դες չի մոռանամ, առաջին իմ ակուր իմ Տարիներ կսարեմ, իմերներ երազներս կուրավ, քո պատկերը անած տպահեմ, օրերու անհասան ումորեր։ Եվ տանջանք և փեքում և թախից, սևորեր և ձեր շատ կտեսնեմ, քո անունը թող փարոս լինի ինձ, սառը կյանքի և տառը մահուկը։ Տխրություն, սահուն քայլերով աննշան որպես քնքշմութի դեր, նստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մշորելով, իրիկնաժամին թփեն օրերով հովի պես թեթև, մի ուղու անցավ, մի գունատ աղջիկ ջերմակշորելով։ Բարև ձեզ։ Մենք մեր զուգահեռներին ծածեն հասցրել ենք հարցազրույց վերցնել կապված Վահան Տերյանի մասին, կարող ենք մի քանի հարց ձեզ տալ։ Կարող եք ասել Վահան Տերյանը ինչից է մահացել։ Վահան Տերյանը 35 տարեկանում մահացել է թոքարտի։ Կարող եք ասել մի քանի հուշ կապված Վահան Տերյանին։ Ավետիք Իսահակյանը մի անգամ գնում է Մոսկվա Լազարյան ջեմարան, որտեղ հենց սովորում էր Վահան Տերյանը, եւ դեռ Վահան Տերյանին չիմանալով կապտում էր բանաստեղծություններից մեկը, որտեղ գրած էր Արյուն, իսկ այդ ժամանակ Վահան Տերյանը սիրահարված էր տնօրենի աղջկան, որի անունը Նյուհա էր։ Իսկ Նյուհան հակառակ կարդացում է Արյուն։ Ավետիք Իսահակյանը զարմանալով ասում է, թե ինչի մասին է այս, Արյան մասին է, իսկ Վահան Տերյանը պատասխանում է, որ ոչ, դա իր սիրած աղջկա անունն է, կարդացում է հակառակ ձևով։ Բարև ձեզ։ Կարող եք ասել, խորհրդային շրջանում քաղաքական ո՞ր կառույցի հետ է աշխատել Վահան Տերյանը։ Նա աշխատել է Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Որտեղ է ծնվել նա։ Ծնվել է Աղբի քաղաքի Գանձա գյուղում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եք տվել Վահան Տերյանի բանաստեղծություններից։ Վահան Տերյանի հայտնի բանաստեղծություններից է Տխրությունը և աշունը։ Իսկ կարող եք ասել Վահան Տերյանի ասույթներից։ Իհարկե, տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականություն, իսկ տաղանդավոր մարդիկ կյանքը։ Մենք հասնում ենք մեր նախագծային աշխատանքը, որի թեման Վահան Տերյանն է, որի մասնակիցներն են Նարեկ Քորյան, Սաղա Սարգսյան, Սիմա Տերոսյան, Էլեն Դեգլարյան, Մայ Հայրապետյան, Սոնա Մարտիրոսյան։ Հայ մեծ քննարկու պետական հասարակական գործիչ Վահան Տերյանը ծնվել է 1855 թվականի փետրվարի 9-ին Ջաբախի Գանձա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Հայրենի գյուղում, ապա 1897 թվականին եկել Քիծից, այնտեղ սովորել արևելյան լեզուների բաժնում։ Կրթության զուգահեռ Տերյանը զբաղվում էր ակտիվ քաղաքական ու գրական գործունեությամբ։ Վահան Տերյանի իրական ազգանունը Տեր Գրիգորյան է, որի տեր մասնիկությամբ նա ստեղծել է իր գրական անունը։